Բարի օր, սիրելի հետևորդներ։ Այսօր կխոսենք ծառերի էտի մասին, քանի որ վաղ գարուն է եւ հիմնականում ծառերի էտի ամենալավ շրջանն է։ Առաջինը մենք սկսում ենք էտել հնդավորները, այսինքն տանձը եւ խնձորը, որից հետո կորիզավորներից բալը եւ կերասը, եւ սալորը, որոնք ավելի ցրտադիմացկուն են, եւ այդ կորիզավորների մեջ էտի ու խնամքի գրեթե նույն տեխնոլոգիաներն են։ Առաջինը, որ դուք պետք է անեք, այս ծառի վրա խեժերն են։ Կորիզավորների մոտ լինում են սոսնձանման նյութեր, որոնք կարող են լինել եւ ցրտից եւ իրենք կարող են ուղղակի լինել հիվանդություն։ Եթե դուք չմաքրեք այս կեղևները, տեսնում եք, այս կեղևների արանքում հնարավոր է, որ վնասատումները թաքնվեն եւ երբեմն նույնիսկ վնասեն ծեր ամբողջ բերքը։ Այդ պատճառով մենք մաքրել ենք, նախապատրաստել ենք, 1-2 օր կմնա այս արևի տակ եւ մենք արդեն իսկ կկատարենք սրսկումները։ Մեզ համար կարևոր է, որ էտենք բաժակաձև։ Տեսեք, էտը լինում է մի քանի տեսակ։ Լինում է, երբ որ ունենում ենք ուղեկցող, այսինքն մեջտեղի հիմնական ճյուղը բարձրանում է եւ կողքից դուրս են գալիս կողքային ճյուղեր։ Այդ դեպքում կարող է լինել առաջին հարկ, տեսեք ոնց որ այստեղ 4-ն է, երկրորդ հարկում կրկին 4 ճյուղ եւ նույնիսկ երբեմն լինում է երրորդ հարկ։ Մեր դեպքում այդ չի աշխատի, ինչի համար, որովհետև տարածքը բավականին քամոտ է եւ նման դեպքում ծառերը անպայման կթեքվեն, որպեսզի շատ երկար չլինի այս հոլովակը եւ դուք հաճույքով դիտեք, մենք արդեն որոշակի ճյուղեր հեռացրել ենք։ Բունը սկզբում սկսել ենք 40-45 սանտիմետրից մինչև 50 կարելի է։ Մենք ձևավորել ենք 4 հիմնական ճյուղեր, տեսեք 1, 2, 3, 4։ Շատ կարևոր է, որ այս ճյուղերը լինեն հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք եւ այդպես էլ կա։ Եվ միշտ իմացեք, սովորաբար այս կողքային ճյուղերը պետք է մոտ 3-ից 4 անգամ բնից փոքր լինի։ Եթե կան ծառեր, որոնք տեսնում եք հիմնական բունը եւ գալիս է 1-2 ճյուղ, այդ բները բավականին հաստ են լինում եւ ինքը ազդում է բերքատվության վրա, այսինքն բերքատվությունը լինում է բավականին ցածր։ Մենք միշտ հանում ենք դեպի ներս ընկած ճյուղերը, տեսեք, այն ճյուղերը, որոնք ներս են ընկնում, մենք ներսը ազատում ենք, տեսեք, այստեղ կտրում ենք այն ճյուղերը, որը դուրս են եկել։ Շատ խորը չի կարելի կտրել, տեսնում եք ճյուղը 1-2 մմ գոնե պետք է ինքը ծառից դուրս լինի, այլապես ինքը կարող է առաջացնել վերքեր ծառի վրա։ Մեջը դատարկում ենք, այսինքն մեջը ճյուղերից ազատում ենք ավելորդ, այս դեպքում լուսային ջերմային ռեժիմը եւ օդափոխության ռեժիմը շատ լավ է կարգավորում։ Ինչպես նկարագրեմ այս էտի տեխնիկան, պատկերացրեք դուք կանգնած եք վերևում եւ դուք պետք է տեսնեք բոլոր ճյուղերը։ Այսինքն, եթե երկու ճյուղ իրար տակ են գտնվում, օրինակ այս դեպքում է այս մեկը, տեսեք, անպայման այս մեկը մենք պետք է հեռացնենք։ Այս ճյուղերը տեսեք, որոնց վրա չկան պտղաբողբոջներ, սրանք մյուս տարվա բերքատու շվերն են, այս երիտասարդ շվերը։ Իսկ տեսնում եք արդեն ներքևում կլոր բողբոջները, տեսեք, օրինակ այստեղ նայեք, կլոր բողբոջները, որոնք նշանակում են, որ այս պտղաբողբոջներ են։ Այն տերևները, այն բողբոջները, որոնք ավելի սուր են, տեսնում եք, դրանք տերևա բողբոջներ են։ Տերևային զանգվածը շատ կարևոր է նորմալ ֆոտոսինթեզի համար։ Եթե մենք ունենում ենք խիտ ճյուղավորություն, այդ դեպքում սնկային հիվանդությունների ռիսկը շատ ավելի է մեծանում, դուք գիտեք։ Նույնիսկ սնկային հիվանդությունների դեպքը կարող են բերել մարդկանց օրինակով, երբ որտեղ են լինում սնկերը մարդկանց մոտ, հիմնականում ոտքերի վրա, որովհետև փակ է, օդ չի խաղում, խոնավություն է, տաքանում է եւ ինքը սկիզբ է դառնում սնկային հիվանդությունների։ Ժողովուրդը միշտ ասում է, որ կա պարբերականության երևույթ։ Ինչ է նշանակում պարբերականություն։ Սովորաբար, երբ մի տարի ծառը շատ բերք է տալիս, հաջորդ տարին գրեթե այն շատ ցածր բերք է տալիս կամ ընդհանրապես բերք չի լինում։ Եթե դուք ճիշտ խնամեք, այսինքն ճիշտ սնուցեք, ճիշտ պարարտացնեք, ճիշտ կատարեք սրսկումները եւ էտի տեխնիկան ճիշտ պահպանեք, դուք ձեր հողամասում չեք ունենա այդ պարբերականություն երևույթ
կոչվածը։ Եթե մենք ծառը բավականաչափ չենք կետում, ճյուղերը նոսր չեն լինում, քամին ասած չի տեղաշարժվում ճյուղերի արանքում, հետևաբար մենք ունենում ենք հիվանդ ծառ, անորակ պտուղներ եւ մենք նման ոչ ապրանքային տեսքով պտուղները չենք կարող իրացնել։